Արդարությունը ոչ թե խոստում է, այլ իրավունք։ 7 տարի առաջ հնչած խոստումների մեջ էր մտնում նաև արդարության պահպանումը և արդարադատության վերականգնումը։ Սակայն այն ամենը, ինչին մենք ականատես ենք լինում մեր օրերում, տրված խոստումների լրիվ հակառակ իրողությունն է։ Համակարգ, որտեղ արդարություն ասվածը միայն թղթի վրա է, միակողմանի, բացառություններով ու կողմնապահությամբ։ Արդարությունը գործում է միայն այն մարդկանց համար, ովքեր համախոհն են իշխանությունների, ովքեր լուռ են ու անտարբեր, ում հաղթել է տարածված վախի մթնոլորտը։ Երբ իշխանության 3 ճյուղերը միաձուլված են գործում, երբ երկրի մայր օրենքը ամեն օր ոտնահարվում է, երբ վախը, անտարբերությունը, ճնշումները, պիտակավորումներն ու հասարակության մասնատումը ամեն օրվա վարվող քաղաքականությունն են, արդարության և արդարադատության մասին խոսելը դառնում է ծիծաղելի հենց այն մարդկանց կողմից, ովքեր որ այդ քաղաքականության հիմնադիրներն են։ Facebook-յան հրապարակումներով և հաղորդագրություններով դատավարություններ, մարդկանց վարկաբեկումներով անձնական կյանքի հանրայնացումներ, հայհոյախառն ու սպառնալիքներով լի ատելության խոսքի տարածումներ, մեկ կետից կառավարվող դատական համակարգ և իրավապահ մարմիններ, հասարակության պառակտում, սադրիչներ, օֆլայն և օնլայն հարթակներում, անվերջ կարելի է թվարկել, և այս ամենի ետևում կանգնած են արդարության սին խոստումներ տվողները։ Խոսում ենք արդարությունից, բայց երբ մարդիկ իրենց ազատ խոսքի ու իրավունքից օգտվելով, իրենց աջակցությունն են հայտնում որևէ կառույցի, ձերբակալվում են, իսկ որոշներն էլ, ովքեր բացահայտորեն ամենաբարձր ամբիոններից կանգնած հայհոյախառն զրպարտանքներ են տարածում, շարունակում են իրենց գործունեությունը։ Մարդիկ, ովքեր փորձում են օգտվել իրենց ազատ խոսքի, ազատ տեղաշարժման, ազատ դավանանքի իրավունքից, այսօր բռնի կերպով դուրս են բերվում եկեղեցիներից, ապօրինաբար հայտնվում են ճաղերի ետևում, իսկ այդ գործողություններն իրականացնողները մնում են անպատիժ, խախտվում է ներդաշնակությունը, որը պիտի գործի արդարության ապահովման համար, տիրում է կողմնապահություններով արդարությունը, որը ավելի վատ է, քան անարդարությունը։ Ժամանակներ, երբ պաշտոնները տրվում են ոչ թե արժանագույնի, այլ այս կյանքում իրենցից ոչինչ չներկայացնող թույլ անձնավորությունների, միայն այն բանի համար, որ նրանք կիսում են իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունը։ Նրանք, ովքեր հակադրվում են կործանարար որոշումների, կարող են զրկվել սեփական ունեցվածքից, նրանց միջոցները կարող են պետականացվել և մսխվել։ Ապրում ենք ցավալիորեն մի ժամանակաշրջան, երբ ոստիկանը գերի է իշխանության քմահաճույքներին, երբ պետությունը անարդարությունը փորձում է մտցնել եկեղեցի, երբ իշխանությունն իր աջակցությամբ փորձում է քանդել եկեղեցու հիմքերը, կեղծ հոգևորականներով, կեղծ հավատացյալներով ու հասարակությունը պառակտելով։ Մենք բոլորս ուզում ենք արդարություն, բայց այն նվեր չէ, իշխանությունը պետք է տա մեզ, այն շռայլություն չէ, արդարությունը մեր հիմնարար իրավունքն է, բոլորով միասին վերականգնելու ենք արդարությունը, բոլորով միասին վերացնելու ենք կոռուպցիան, բոլորով միասին կառուցելու ենք մեր երեխաների համար արդար և բարեկեցիկ երկիր։ Եվ մենք կունենանք այդ ամենը, ոչ թե որովհետև մեզ կնվիրեն դա, այլ որովհետև մենք ինքներս կհասնենք դրան։ Մեր ձևով, միասին, որպես զորեղ ժողովուրդ, ով հավատում է արդարությանը և հասնելու է դրան, ուժեղ առաջնորդի Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ։